Սպասում ենք մենք անչին վերջին զանգի Այն գալիս է ու դառնում են հուշ Մեր ուրախ սեպտեմբերները Ուսուցիչն ու ընկերները իմ Ինձ թանկում է տերին Անհամբեր սպասում ենք մենք Չիմ վերջին զանգի Բայց դժվար դասերը մեր կյանքի Էլ ոչ հոգ չի հուշելու մեզ Կարոտով եմ հիշելու ես հին Օրերն անգին Արցունքներ մեր աչքերում Ծիծաղի հետ խառնված Ղողնջում Կյանքն է մեզ արդեն կանչում Ախ միթե սա երազելու Միթե էլ չենք վազելու Դեպի դպրոց տանող Այն նեղ ճանապարհով Իմ դպրոց մնաս բարով Չեմ վերադառնալու Կծնվի ուրիշ մի սեր այն նույն դասարանում Ուր մենք երազել ենք միասին Բաժանումը շատ տխուր է Չգիտենք թե կյանքը ուր է մեզ Դեր տանելու Արցունքներ մեր աչքերում Ծիծաղի հետ խառնված Երևանի ժամանակով ժամ չեք Եվ մի տանիրս մեզ մի փորձություն, այլ մտյաց մեզ ինչ արել, սիքո է արքայություն, և զորություն, և բար հավիտյանս ամեն։ Դիմացեք, որ
եթե դուք եկեղեցին հարգեք, եթե եկեղեցու օրհնանքը ստացաք, իմացեք, որ դրանից հետո միշտ դրական բաներ երկնքից կգա ձեզ, դուք հավատացեք դրան։ Անում ուզում եմ ընկեր Բեգլարյանին հանձնել ձեր այս շրջանավարտի վկայականը եւ թող ընկեր Բեգլարյանը դեր երկար տարիներ աշխատի մեր դպրոցում ու ձեր նման լավ սերունդներ պարգևի Եղվարդի հասարակության։ Շատ լավ հիշում եք առաջին դասարանից ես ձեզ ինչ եմ սերմանել ձեր մեջ, որ ես արժեքավորում եմ մարդ տեսակը, որ դուք ինչ ուզում եք լինի, թե ով ինչ ուղղություն կընտրի, ինչ ճանապարհով որ կգնա, բայց հուսով եմ, որ մարդ կմնա, որ ձեզ տեսնելուց մենք բոլորս պարտական ենք ձեզ տեսնելու։ Ընկեր Յանոսյան, ձեզ էլ առողջություն եմ մաղթում, շնորհակալություն, որ բոլոր ինչ որ արվում է ի շնորհիվ ձեզ, ձեր այդ կազմակերպչական ջիղը, ձեր ցանկությունը, ձեր ոգևորությունը, դուք մեր մեջքին եք, ինչպես նաև մեր աշակերտներին։ Շատ շնորհակալ ենք։ Հիմա միայն կասեմ մենք քիչ ենք, սակայն մենք լավն ենք։ Ամեն Մոնիկան, Արտյոմը, Դումա, Իլս Արտյոմը, Ալվարդը, Վադլենը, Մարին, Մելինան, Վալերին, Արևը, Հանի, Արմանը, Երամը, Գրիգոր, Էլենա, Անահիտը, Լիլին, Գոհարը, Եմ որ ընկեր Երանոսյանին դյաս ես, արի, կամարի, դպրոցի զանգերն իրան արտացնում, դեր չու, մարուսը սուս ու պուս, խելով, Բարի օր, հարգելի ուսուցիչներ, սիրելի ծնողներ, հյուրեր։ Բարի գալուստ մեր դպրոցում անցկացվող 9 գդասարանի վերջին զանգի հանդիսավոր միջոցառմանը։ Մեծ հաճույքով ու ոգևորությամբ հայտարարում եմ այս հրաշալի ցերեկույթը բացված, ցանկանալով բոլորին լավ տրամադրություն, ջերմ ու անմոռանալի պահեր։ Եկեք միասին դարձնենք այս օրը հատուկ ու հիշարժան։ Մեր առաջին հանդիպումից անցել է 9 տարի, եւ մենք նորից մեր հարազատ դպրոցում ենք։ Անցած տարիների ընթացքում այստեղ շատ բան է փոխվել։
2016 թվականին մեզ այս դպրոցում գրկաբաց ընդունեց ընկեր Աբգարյանը։ Հիմա 2025 թվականին մեզ գրկախառնությամբ ճանապարհում է ընկեր Երանոսյանը։ 9 տարի առաջ մեզ բարի գալուստ մաղթեց մեր դասվար ընկեր Խաչատրյանը, իսկ հիմա մեզ բարի երթով ճանապարհ է դնում մեր դասղեկ ընկեր Բեգլարյանը։ Տարիների ընթացքում մեր չարաճճություններին, մանկարդություններին լավ էլի աղջի և այդ տղադասի խելոք մնայելիով մեզ կարգի հրավիրող ընկեր Կարապետյանին փոխարինելու եկան խստաբարով ընկեր Սահակյանն ու ընկեր Միքայելյանը։ Փոփոխությունների ձեռք չմնացել է մեր դասարանը, ոմանք գրին քարտ են ստացելու մեկնել։ Ոմանք իրենց կամքից անվախ հայտնվել են մեր դասարանում։ Ոմանք էլ ճանապարհելով Ֆրանսիաներում հայտնվեցին մեր կողքին։ Ոմանք էլ մեր սրտից բխող բարերով փոխարինեցին բոնժուրով ու հոլայով։ Ոմանք էլ եղարտիկ երիտասարդեցին Երևանից ու համալրեցին մեր շարքերը։ Ոմանք բնականացան ու տեղափոխվեցին երրորդ դպրոց, կամ ընդհակառակը։ Մեկն են հրեշտակ դարձած, ուշի ուշով հետևում է մեզ։ Ինչև է, տարիների ընթացքում ավելանալով ու պակասելով կազմավորվեց մի դասարան, որն է ներկայում բոլորին ծանոթ իննի գն է։ Ոմանց համար սիրելի, ոմանց համար էլ նախանձելի իննի գն, իր թերություններով ու առավելություններով հանդերձ։ Մեր նեյանքն ու ճահելությունը, ապագան Հայաստանի, մեկն է բոլորիս թերությունը, մենք խելառ ենք գիժ ու պատանի, թող օգնի մեզ հաջողությունը, բայց աստղայինը չտանի, մեզ կապել է ընկերությունը, մենք խելառ ենք գիժ ու պատանի, մեր նեյանքն ու ճահելությունը, ապագան Հայաստանի, մեկն է բոլորիս թերությունը, մենք խելառ ենք գիժ ու պատանի, թող օգնի մեզ հաջողությունը, բայց աստղայինը չտանի։ Սակայն այս ամենի մեջ կա մի բանակ փոխով, ինչպես նախկինում այնպես էլ հիմա, և վարդի կենտրոնական մասում մշակույթի տան հարևանությամբ, Սաֆարյան 88 հասցերում, կանգնած է մեր սիրելի դպրոցը, Համլետ Թադևոսյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցը։
թեպետ 60-ած, բայց միշտ երիտասարդ մեր կրթօջախը։ Եվ հենց այստեղ, այս կրթօջախում էլ ինչպես միշտ սկսվում են ուսումնական տարիների ամենակարևոր ու ամենահետաքրքիր իրադարձությունները։ Դե լավ, եկեք չերկարացնենք։ Ինչպես կասեր անգլիացի սիրահարված մի երիտասարդ, the meeting place cannot be changed, որը թարգմանաբար նշանակում է հանդիպման վայրը փոխել չի կարելի։ Մենք նույնպես մեր հանդիպման վայրը չենք փոխի և կհանդիպենք Եղվարդի ամենահայտնի դպրոցում, Համլետ Թադևոսյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցում, հպարտությամբ կասել մեր դպրոցում։ Դպրոց, որը ինքնին նման է փոքրիկ մի հանրապետության, իր կանոնակարգով, իր պաշտոնյաներով, ենթականերով, բարի գալուս ակադեմիական հանրապետություն։ Այստեղ ամեն մի քաղաքացի գիտի իր տեղը, յուրաքանչյուր պաշտոնյա իր դերը։ Ակադեմիական այս հանրապետության վարչապետի պաշտոնն է ստանձնել Գայանե Երանոսյանը, դասղեկների գերագույն գլխավոր հրամանատար, միշտ զբաղված, բայց միշտ հասանելի անձնավորություն, նա ով կարող է հանկարծակի ներս մտնել դասարան ու բոլորին կանգնեցնել իր մի հայացքով։ Ուսաննախար պաշտոն Ռուզաննա Բաղանյանն է, կրթության օրենքներն ընդունելով, նորից են գրավորներ պարտադրող անասել ճշտապահ, դասերի ընթացքում միջոցներով քայլելու արվեստի մագիստր։ Մշակույթի նախարար Գայանե Հովհաննիսյան, մշտապես զարված ու ոգևորված, կազմակերպում է միջոցառումներ, որոնք ինքնուրույն առաջ ինքս էլ չգիտեի, որ գլխավոր մասնակից է։ Ներքին գործերի նախարարի պաշտոնում է Անահիտ Սահակյանը, հոգին բոլոր միջոցառումների, վախը բոլոր ուշացողների ու կարգազանցների, մեր ուշացման ճշգրիտ ժամը գիտի նույնիսկ կիրակի օրերին։ Ոստիկանապետի պաշտոնում է Էլեոնորա Միքայելյանը, մատելի արտադրելով, հրով ու սթափեցնող ձայնով, անմիջապես հայտնվում է այն պահին և մտածում ես, հիմա մի քիչ կվազեմ միջանցքներով։ Ֆինանսների նախարարի պաշտոնն է զբաղեցնում Անուշ Մնացականյանը, նա ով 1000-ը չափում նոր մեկը կտրում է, փողը հանձնելը նման է պետական գաղտնիք հանձնելուն, ստուգվում, վերագրվում, կրկնաստուգվում, տիրապետում է հնագույն արվեստին, մի բլոկնոտով ողջ բյուջե կառավարելու։ Ակադեմիական հանրապետության գլխավոր թվաբան, նույնինքը հաշվապահ Լիդա Արտաշյան, ոչ սոսկ գումարներ հաշվող, այլ բանաստեղծությունների արարիչ, եթե տվել է ձեզ համար երգ են, ապա հաշվապահություն ու պոեզիա, իսկ դպրոցը կյանքի վեր, ձեզ ենք սպասում բաց դռներով ու փակ հաշվետվություններով։ Առողջապահության նախարարի պաշտոնում Լալա Ալոյանն է, բոլորիս քաչայտնի ինքեն Լալան, անկախնդրից լուծումը մեկն է։ Առավոտյան ինչ ես կերել, կամ ձերքի մի շարժումով բժում ես տամոքսացավը, գլխացավը, ունի կախարդական պահարան, որտեղ ամեն ինչ կա, բացի տվյալ պահին անհրաժեշտից։ Պաշտպանության նախարարի պաշտոնում է Սևակ Խաչատրյանը, մեր ամուսնագույն երաժիշտ է, երեխաների պահապան վեշտան։ Գիտությունների ակադեմիայի նախագահի պաշտոն է ստանձնել Անժելա Վարդենյանը, մի հիանալի անձնավորություն, ում համար 2 գումարჯերկու հավասար չէ 4-ի։ Կյանք, փիլիսոփայություն, տիեզերքի լեզու։ Ակադեմիական հանրապետությունում Ռուսաստանի դեսպանի պաշտոնն է զբաղեցրել Խաթուն Գևորգյանը, նույն ինքը Խաթուն Ապետովնան, նրա սիրած արտահայտություններն են, բայց չունեն ամքի։ Կամ մալադեց, ոտ տակնազդը, և այդ մալադեցը դառնում է քո օրվա հերոսական շքանշանը։ Լեզվի կենտրոնի նախագահ Բելլա Առաքելյան, բառերի վարպետ, ստորակետի դահիճ, ամեն օր սխալ շտկող հանձնավորություն, նույնիսկ իր անվան մեջ, Բելլա, թե Բելլա, ու այդպես էլ չհասկացա։ Հասարակայնության հետ կապերի նախարար Վարվարա Աբգարյան, նա իր խոսքը սկսում է ոչ թե բարևով, այլ հարցով, որից քեզգում է դատարանում։ Ինչ իրավունքներ ունենք մենք որպես քաղաքացիներ։ Դե մենք էլ փորձում ենք հիշել, թե որ դասից էր այդ հարցում։ Զբոսաշրջության և տուրիզմի նախարար Անժելա Աբդալյան, այն հարցին, թե որտեղ ամենագեղեցիկ վայրը երկրագնդի վրա, նա պատասխանում է, ահա այստեղ ձեր դասարանն է, որտեղ աշխարհն ենք բացահայտում։ Ֆիզիկա ինստիտուտի տնօրեն, ընդդիմադիր կուսակցության նախագահ Վար Բուկասյան, դրա կարգախոսն է ֆիզիկան կյանքը։ Իսկապես հասկանում ես, որ նա այն մարդն է, ով լույսը վառել գիտի ոչ միայն դահլի, այլ նաև գիտելիքի միջոցով։ Բնապահպանության նախարարի պաշտոնում է Անահիտ Խաչատրյանը, ողջ աշխարհի թթվածնի ներկայացուցիչ, աղբի թշնամի, օզոնի շերտի մարդկային վահան, նա ուղղակի նախարար չէ, նա բնության դատապաշտպանն է, սիրած արտահայտություններից է ոչ մի հատիկա առանց հաշվետվության, բնությունը մեզ չի պատկանում, մենք ենք պատկանում նրան։
Եվ հիմա խոսքը սպորտի նախարար Վալիա Վարոսյանի մասին է, ով չի բերում իր հետ գրականություն կամ բանաձևեր, այլ արվեստների պես ճկուն շարժումներ, թափով շնչող սուլիչ ու մարմնի լեզվով գրված դասագիր։ Նա խոսում է ոչ թե բառերով, այլ հրամաններով. ձախ, աջ, ձգվեք, ես ձեզի պտի խնդրեմ օրիշնեք ցած, դες ինչ եք մի կուգա, և այդ ամենի մեջ մի ամբողջ ֆիլիսոփայություն։ Գալերների պաստնական ներկայացուցիչ, պատմության մտանկյունների լուսավորիչ, Արտուր Ջայլով, նա քայլում է դարերի հուշով, ինչպես ժամանակի ճամփով։ Մի ձեռքից ստորացավ դասագիրքը, լուսում անգաղաթե գալերները, որոնք վերագրվում են թագավորների խելահեղ որոշումները, հերոսների մոռացած երթումները և պատերազմի արևնոտ դրամաները, սիրածաղտակությունն է։ Լռեք, լսեք։ Մեծն մայստրո, Նաիրա Գևորգյան, կյանքի սաունդթրեքի կոմպոզիտոր, անձ, որը յուրաքանչյուր դասարանական զանգի հնչյուն վերածում է մեղեդային երաժշտության։ Կրթական գալակտիկայի կապիտան Նոնա Խաչատրյան, առաջին բառի վկան փոքր քայլերի մեծ ուղեկիցը, նա առաջին երազանքի այգեպանն է, իսկ երեխաները կյանքի ամենագեղեցիկ ծաղիկներից մեկը։ Արտաքին գործերի նախարար, աշակերտների իրավունքների լուր պաշտպան, Գոհար Բեգլարյան։ Նրա դասարանը փոքրիկ հասարակություն է, որտեղ իրավունքները գրվում են ոչ թե վահանակների վրա, այլ արդյունքներից հետո եղած ժպիտի, խնդրանքից հետո տրված ձեռքի մեջ։ Նա պայքարում է հանուն խոցելիների, երբեմն ծնողների, երբեմն ընկերների, երբեմն էլ դպրոցի դեմ, բայց երբեք երեխաների։ Նա երեխայի կողքին է միշտ, առանց պայմանների ու առանց ակնկալիքների։ Կապի նախարարի պաշտոնում է Արմենուհի Խաչատրյանը, թվերի փիլիսոփա, ով կայավորում է վստահություն, տրամաբանություն ու հնարամտություն։ Նա միտող կոդով կարող է ստեղծել մի աշխարհ, որտեղ թվերը խաղում են, պատկերները շարժվում, իսկ քո երևակայությունը դառնում է իրական գործիք։ Էլեկտրոնային կառավարման ու դասավանդման մասնակետ նույնինքը օպերատոր Գոհար Մկրտչյան, տեխնիկայի երաշագործ է դպրոցում, տեղեկատվական կայքը գնահատման հավաքարկ է, էլեկտրոնային մատյան նրա լուր իշխանության տակ է։ Գրադարանավարի պաշտոնում Սիրարփի Սիմոնյանն է, նույնինքը ընկեր Սիրարփին, լավ արտականություններն են, կազմակերպել և պահպանել դպրոցի գանձերը, հստակությամբ, սիրով և գրադարանավարին հատուկ խիստ հայացքով։ Գիրքը տրամադրել աշակերտի տրամադրության սիրահարվածության մակարդակին համապատասխան։ Որը դեռ չի վերադարձել։ Մանկության ու կարգապահության հատուկ ջոկատ, աշխատանքային տարածքը ամբողջ դպրոցը, ներառյալ անտեսանելի անկյուններով, պահանջող հմտություններն են, կա կեղտի գոյությունը միջարկայությունը, դիրապետել փայլեցման մոգության այնպես, որ անգամ ձանձրալի միջանցքը դառնա բալետի բեմ, կարգախոսներ դպրոցը կարող է աղմկել, բայց ոչ կեղտոտել։ Ոգևերականով գերբնական էակ Մարիամ Փարոսյան, ձայնը հանգստացնող, դեմքը խնդալով, սիրտը բարությամբ ունի։ Նրա կարգախոսն է գտնել բառեր, որ ուսուցիչը չնեղանա, աշակերտը չվախենա, ծնողը չվիրավորվի։ Ակադեմիական հանրապետության օգնական հատուկ ջոկատ, աշխատանքային տիրույթը դպրոցը և հարակից տարածքներ։ Հատուկ պարտականություններն է լինել ամենուր, ուր ուսուցիչը դառնում է անհասանելի։ Վազել արագ, խոսել հագիստ, լուծել արկախնդիրները առանց արտահայտվելու, սա իմ գործը չէ։ Ուսալության վերջի պատվար Ժողովրդի Հովհաննիսյան, ում սոսնձած տախտակներն ու վերանորոգած գույքն ապել է բաղում քան դպրոցի դասագրքերը։ Օրեցօր նոր կյանքեր, դու դպրոցից մի էջ մեզ
ասաց Հովհաննես Ադամյանը և ստեղծեց գունավոր հեռուստացույցը։ Մեր դպրոցի, մեր դասարանի դռներից է սկսվում ապագայի ճանապարհը, բայց մինչ այդ ճանապարհն անցնելը պետք է անցնել այս դպրոցով։ Եվ հենց այստեղ, այս դպրոցում է սկիզբ դրվում նոր օրը։ Թե ինչպիսին կլինի այն, կախված է մեզանից։ 9 երկար ու ձիգ տարիներ կերտելով հասանք այսօրվան։ Այն բարին ու լուսավորը, որն ուղեկցում է մեզ ամբողջ կյանքի ընթացքում։ Մենք հաճախ գտնում ենք անցյալում, մեր մանկության, պատանեկության, մեր դպրոցական տարիներին։ Հիշում եք, 2016 թվականին մի խումբ երեխաներ մտան դպրոց։ Հիշում եմ, 2016 թվին մտանք դպրոց։ Մեր դպրոց մտնողների թվում էին Աշոտը։ Աշոտ, ուր ես։ Ես եմ, եկա։ Այսօր Աշոտը հոյովակ։ Հենց էլ հոյովակ։ Այսօր, օրեցօր, Աշոտ։ Գեղամը։ Գլխավորը կյանքում համարում է լուր մնալը, որ թողի թրիպոց չասել է։ Երորդ ժամից հետո ընկեր բեկլա է, կարամ տուն գնամով օրը ավարտել է։ Սարգիսը։ Վերջին 9 տարիների ձեռքբերումը բարձրականների քանակն է։ Ամին։ Լացելու վաստակավոր արտիստ, նաև նկարչուհի, ով սպիտակ թուղթը վերածում է երազանքի պատուհանի։ Նրա օրվա գծած աշխարհը տարբերվում է մեր իրականությունից։ Արտյոմը։ Վիրտուալ իրականության գերի։ Նրա համար որևէ խաղի լեվել անցնելն ավելի հեշտ է, քան որևէ դաս սովորելը։ Անահիտը։ Դասագիրքը նրա համար սփոփակված է ոչ թե բառերով, այլ պատկերներով։ Մատիկի հետ հարաբերությունները սիրային են։ Նկարում է անգամ տնայինը չգրելու բացատրությունը։ Ինչու չես գրել տնայինը հարցին, նա պատասխանում է. գրել եմ ուղղակի գրաֆիկի տեսքով։ Հայկը եւ Գրիգորը։ Ամեն առավոտ զարթուցիչի փոխարեն դասակի զանգն է նրան զարթնում։ Մենք քիչ ենք, Սակայն մեզ բանասող չկա։ Էլենը։ Դասարանի փիլիսոփան։ Սիրում է մտածել վաղվա օրվա մասին։ Իր կարծիքով աշխարհի ամենալավ բանը դա խորհուրդն է։ Եվ այդ իսկ պատճառով սիրում է բոլորին խորհուրդ է տալ։ Անկախ այն բանից, տեղին է դա, թե ոչ։ Մելիներ։ Եվրատեսին չգնացած երկու դեմքով դասարանի դուռը հավերժ պրպլացնող փնթփնթանը։ Մի քիչ մաքրությանը հետևեք, էլի։ Կամոն։ Չնայած որ շատ խելացի է, բայց լեզու չի գտնում ուսուցիչների հետ։ Այս տարիների ընթացքում լավագույն ձեռքբերումը բուֆետի հետևում հատուկ տարածքի տնօրինումն է։ Նրա թևավոր կարգախոսն է, ինչպես կասեր Յուրի Գագարինը։ Կռանք Երանոսյան։ Հարութը։ Արտագաղթել է հարևան դասարանից և մինչ օրս քաղաքացրել է բոլորի ներվերը։ Ուզում է բարձրագույն կրթություն ստանալ, որի իմաստն հասկանում է բառի սպուն իմաստով։ Ալբարդը։ 9 տարվա գերազանցիկի տիտղոսակիր, համեստ նրբագեղ այս գեղեցկուհին հիանալի բարուհի է, իսկ երբ իր նուրբ մատնելով մի պարզ մեղեդի է նվագում, թվում է թե աշխարհը ինչ-որտեղ դադարում է շտապել։ Նրա հաջողություններն են, ձայն չունի, բայց այդ լռությունն է ամենաուժեղ ապացույցը, որ ճշմարտությունը միշտ իր տեղն ունի, նույնիսկ դպրոցի աղմուկի մեջ։ Մադլենը։ Նա աշխարհին նայում է այլ աչքերով։ Նրա գրիչը թանաքով չի գրում, այլ ներքին լռությամբ ստեղծում է պատկերներ, որոնք ի զորու չեն բառերով նկարագրել։ Նանեն, նրա խոսքը երբեք ուղղակի չի ասվում, նա երբեք չի ասում, դա ուղղակի պատահել է, որովհետև նրա համար ոչինչ ուղղակի չի պատահում, ամեն բան ունի արմատ, աղբյուր ու պատճառ։ Գոհարը։ Եթե պետք է խոսի, պոեզիա է, եթե պետք է լռի, լիրիկա։ Քարոզ է տալիս Շեքսպիրյան հնչողությամբ, նույնիսկ դասարանական բարելույսն ասելիս կա մի տոն, որ ուզում ես ծափ տալ։ Արևը։ Նա չի խոսում, այլ երգում է, եւ մաթեմատիկայի խնդիր չի ստացում, սկսում է մրմնջալ, ասես եւ գտնելու երկում։ Ռուզաննան։ Նա ապրում է այնտեղ, որ մանկության յուրաքանչյուր օրը սկսվում եւ ավարտվում է դպրոցի զանգերով։ Նա ապրում է այնպես, որ զանգերը հնչում են նրա սրտի թեթերով։ Նա արթնանում է դասերից առաջ, իսկ երազները թողնում դպրոցի բակում։ Ագնեսա։ Դասարանի քաոսի կառավարիչը։ Մեկ ով կարողանում է լուր դասը վերածել ստեղծագործական քաոսի ու մնալ ստվերում։ Արտյոմը։ Բիդնանկերց, հայացքը մի քիչ խորը վառնասաների, ուսուցիչները նայում են նպատությամբ, իսկ դասարանցիները հիացմունքով։ Մարիան։ Նրա պայուսակում
Գրքեր կային միայն այն պատճառով, որ պարտադիր էր։ Նրա տետրերը արվեստի ճյուղի մի տարօրինակ տեսակ էին։ Առաջին էջում հնարավոր էր գտնել ուսուցչի տված հանձնարարությունը, իսկ վերջում սրտիկներով շրջանագծված անուններ ու դե լավ, մեկա չեմ գրելու խորագրով գրառում։ Արցախ առաջնի ամինը Ստեփանակերտ Տայերի Շեչանցի անվան Սիզմո շկոլում։ Այդ շկոլումը ես ստացամ ամեն ինչին առաջինը։ Առաջին բառ, առաջին նախադասություն, առաջին դասություն։ Առաջինն էլ անփոխային է, բայց ցավոք ես մենք Ինչքան ստեղ լավ է, հարազատ է, բայց միայն սրտս ու միտքս են մեր շենումը, մեր ազոխա շկոլումը, մեր թաղումը, թա ինչքան եմ կարոտես ու շկոլը մանկության օրերի երանի տաս, բարերավ անբացատրելի է, ու մի օր հաստատ ետքին է, ձեզ էլ հրավիրիք վեր կողքը, իմ մանկության ընկերների, համադասարանցիների և բոլոր աշակերտների անունից ուզիս իմ շնորհակալություն հայտնիմ Ազոխի միջնակարգ դպրոցի ամբողջ ուսուցչական կազմին։ Մեզ կրթելի դաստիարակելի հետ է, շտեղը քինիք, մուկիլալը, կանք մնանըք Ազոխի միջնակարգ դպրոցի սաներ։ Արմանը։ Նրա աչքերում կրակ կա, ոչ թե այրով, այլ վառ պահով։ Նրա պատմությունները սկսում են, մենք, մեր շենյուն, նա եկել է պատերազմի միջով, խաղաղություն բերելու։ Բաներին։ Նրա լռությունը խոսքից ավելի է։ Նրա պատասխանը կատարյալ, նա Արցախից է գենետիկորեն։ Նրա մեջ ուժ կա, որից նույնիսկ լեռները կխոնարել։ Արուսը։ Նա էլ է Արցախից։ Արուսի լռությունը նույնպես խոսելու ձև է, ներկայությունը աղոտ։ Մոնիկան։ Մեկը ով կյանքը վերածում է շարժման պոեզիայի, երբ նա պարում է, օդը դառնում է թեթև, ժամանակը զանգակ, իսկ սերը ազատ։ Նրա համար ամենամեծ ազատությունը մարմնի և փոքրու ներկայացությունն է։ Լիլին։ Նրա մատները կիթարից արագ է շարժվում, կիթարի նուրբ լարերի վրայով ու ստեղծում երաժշտություն։
որը ակամայստերեսնում է ողջ դասանի աղմուկը։ Ահա եւ վերջ։ Հուսամ մեր դասարանի աշակերտները հասկացան, որ լավ աշակերտները այդքան էլ բախտ չէ։ Իսկ ինչ է դասարանը։ Դա երեխաներ են, որ բախտի բերմամբ հավաքվում են նույն դասարանում։ Իսկ տեսեք, թե ինչքան երեխաներ են հավաքվել կողք կողքի մեր դպրոցում։ Մնում է միայն լավ աշակերտներ լինենք դպրոցում, որտեղ կրթվում ու դաստիարակվում են։ Կարոտ է քույր
Ասում են, կյանքում ամեն մի սկիզբ ունի ավարտ։ Այսօր մեզ համար եկել է պահը ավարտի։ Եկել է դպրոցական ուսումնառության առաջին փուլի վերջակետը դնելու պահը։ Եվ այդ վերջակետը դնելուց առաջ թույլ տվեք վերջին անգամ մեր երախտագիտությունը հայտնենք ձեզ, մեր հարգարժան ուսուցիչներ։ Դուք մեր հիշողության մեջ կմնաք որպես կրթության գործի, մատաղ սերնդի դաստիարակության նվիրյալներ։ Մեր այս վերջին ցերեկույթը մենք օգտագործենք նաև որպես վերջին հնարավորություն եւ կասենք այն, ինչը չենք հասցրել, կամ գուցե այն, ինչը չենք կարողացել ասել, այն, ինչը չենք հասկացել, բայց հետո դիտակցել ենք, այն, ինչն այսօր կուտակվել է մեր սրտերում եւ վերջին հնարավորությունը ստացել բարձրաձայնելու։ Հարգելի ընկեր Երանոսյան, այսօր մեր կյանքի մի կարևոր փուլ ավարտվում է եւ այս պահին ուզում ենք մեր երախտագիտությունը հայտնել ձեզ, որպես մեր դպրոցի ղեկավար, որպես այն մարդը, ով այս տարիների ընթացքում եղել է մեր կողքին, ապահովելով մեր կրթությունն ու զարգացումը։ Դուք ոչ միայն ղեկավարել եք դպրոցը, այլև եղել եք մեզ համար օրինակ։ Ձեր արդարությամբ, պատասխանատվությամբ եւ ջերմ վերաբերմունքով։ Ձեր շնորհիվ մեր դպրոցը դարձել է մի վայր, որտեղ սովորելը ոչ միայն պարտականություն էր, այլև հաճույք, որտեղ մենք մեզ զգացել ենք ապահով, սիրելի եւ գնահատված, կատարության, աշխատասիրության եւ այն ամենի համար, ինչ դուք արել եք մեզ համար։ Ձեր ղեկավարած դպրոցում մենք ոչ միայն գիտելիքներ ենք ձեռք բերել, այլև սովորել ենք լինել լավ մարդիկ, արժանապատիվ քաղաքացիներ, հավատարիմ ընկերներ։ Այսօր մենք հրաժեշտ ենք տալիս դպրոցին, բայց միշտ կհիշենք, որ մեր հաջողությունների հիմքում նաև ձեր ջանքերն են։ Շնորհակալ ենք ամեն ինչի համար։ Մաղթում ենք ձեզ առողջություն, հաջողություններ ու անսահման եռանդ, նոր սերունդ կրթելու համար։ Շնորհակալություն, հարգելի տնօրեն։ Սիրելի ընկեր Բախմանյան, դուք այն մարդն եք, ով կանգնած է դպրոցի ուսումնական համակարգի հիմքում, կազմակերպելով, ուղղորդելով ու մշտապես հետևելով, որ ամեն բան ընթանա լավագույնս։ Ձեր աշխատանքը հաճախ տեսանելի չէ աշակերտի աչքով, բայց դրա արդյունքները մենք զգացել ենք ամեն օր, դասացուցակի ճշգրտությունից մինչև քննությունների կազմակերպված ընթացքը։ Դուք դասերից հետ դուրս մեզ սովորեցրեցիք կարևոր բաներ՝ պատասխանատվություն, կարգապահություն, ժամանակի արժեքը։ Ձեր շնորհիվ մենք իմացանք, որ պետք է նպատակ ունենալ եւ հասնել դրան, առանց կիսատ թողնելու։ Շնորհակալ ենք ձեր բծախնդիր վերաբերմունքի, աշխատասիրության եւ դպրոցին անմնացորդ նվիրվածության համար։ Ձեր շնորհիվ մենք գիտակցեցինք, որ հաջողությունը պատահականություն չէ, այլ ճիշտ կազմակերպված աշխատանքի արդյունք։ Թող ձեր ջանքերն ու հոգատարությունը վերադարձնեն բազմապատիկ, սիրով, հարգանքով ու գնահատանքով։ Շնորհակալություն, սիրելի ընկեր Բախմանյան։ Շնորհակալ եմ ձեզ, մեզ համար ոչ միայն գիտելիքներով հարուստ դասեր անցկացնելու, այլև հոգևոր արժանինքներ փոխանցելու համար։ Ձեր դասերն ավելի են, քան պարզապես պատմությունը։ Դրանք մեզ սովորեցրեցին սիրել ու գնահատել մեր հավատը, մեր եկեղեցու անցած ուղին եւ դարով պահպանված հոգևոր ժառանգությունը։ Դուք մեզ ցույց տվեցիք, որ եկեղեցու պատմությունը միայն անցյալ չէ, այլև ներկան ու ապագան, որն այն կրում է սեր, նվիրվածություն եւ հավատ, արժանինքներ, որոնք անհրաժեշտ են յուրաքանչյուրիս կյանքում։ Ձեր խոսքերը հաճախ ոգեշնչում են մեզ հիշեցնելով, որ բարին միշտ հաղթում է, եւ որ ճշմարիտ գիտելիքը սկսվում է հոգու լուսավորությունից։ Շնորհակալ ենք ձեր ջերմության, հոգատարության ու համբերության համար։ Թող Աստված ձեզ բարքևի ապսպարտ ուժ շարունակելու ձեր կարևոր առաքելությունը։ Շնորհակալ ենք սիրելի ընկեր Սարակյան։ Սիրելի ընկեր Խաչատրյան, դուք այն մարդն եք, ով առաջին անգամ բացեց դպրոցի դռները, սովորեցրեց գրել ու կարդալ, հաշվել ու մտածել։
Հավատալ մեր ուժերին ու սիրով ընկալել գիտելիքը։ Դուք մեզ համար միայն ուսուցիչ չէիք, այլև երկրորդ ծնող, հոգատար ու եկից, ով անսահման սիրով ու համբերությամբ քայլեց մեզ հետ իր առաջին դպրոցական տարիների միջով։ Ձեր դասերը ոչ միայն գրքերում գրված բառեր էին, այլև կյանքի դասեր, բարության, աշխատասիրության, ընկերասիրության ու պատասխանատվության մասին։ Դուք միշտ կողքից կանգնած էիք օգնում, ուղղորդում, ոգեշնչում մեզանից յուրաքանչյուրին։ Մեր դպրոցական հիշողությունների ամենալուսավոր էջերում միշտ կմնա ձեր ժպիտը, խրատական խոսքերը եւ այն մեծ սերը, որով դասավանդում եք։ Սիրելի ընկեր Աբգարյան, դուք մեզ սովորեցրիք, որ հասարակությունը միայն մարդիկ չեն, այլ նրանց հարաբերություններն ու արժեքները, իրավունքներն ու պատասխանատվությունը, օրենքներն ու պարտականությունները։ Ձեր դասերի միջոցով մենք հասկացանք, թե ինչպես է աշխատում մեր պետությունը, ինչպես կարող ենք դառնալ գիտակից քաղաքացիներ եւ ինչպես պետք է հարգել ու պաշտպանել մեր եւ ուրիշների իրավունքները։ Բայց ամենակարևորը դուք մեզ սովորեցրիք մտածել, հարցեր տալ, կասկածել, վերլուծել ու քննարկել։ Ձեր դասերը մեզ սովորեցրին, որ մեր կարծիքն արժեք ունի եւ յուրաքանչյուր ոք կարող է փոփոխություն բերել, եթե գիտի իր դերը հասարակության մեջ։ Շնորհակալ ենք ձեր նվիրվածության, ձեր հետաքրքիր քննարկումների, ձեր անկեղծ վերաբերմունքի ու մեր մոտ քննադատական մտածողություն զարգացնելու համար։ Ձեր դասերը մեզ հետ կմնան ոչ միայն դպրոցում, այլև կյանքում, որպես ուղեցույց ճիշտ որոշումներ կայացնելու եւ մեր հասարակության լիարժեք անդամ դառնալու համար։ Շնորհակալություն ձեզ, սիրելի ընկեր Աբգարյան։ Մեզ կոչելու եւ Սիրելի ընկեր Առաքելյան, հայոց լեզուն մեզ համար բացապես առարկա չէ, այլ մեր ինքնության, մեր արմատների խորության բացահայտումը, եւ այդ ամենը մենք սովորեցինք ձեր սիրով ու նվիրումով, ձեր տված գիտելիքներով եւ ազնիվ նվիրվածությամբ։ Դուք մեզ սովորեցիք ոչ միայն ճիշտ գրել ու կարդալ, այլև զգալ բառերի ուժը, գնահատել մեր հարուստ լեզվի գեղեցկությունն ու խորությունը։ Շնորհակալ ենք ձեր բարության, ձեր համբերության ու ձեր ջերմության համար, ձեր ամեն մի դաս, ամեն մի ուղղված սխալ մեզ սովորեցեք նել ավելի գիտակից, ավելի հպարտ, ավելի հայրենասեր։ Շնորհակալ ենք ձեզ։ Մենք միշտ տիրեցեք ձեր դասերը եւ փորձենք փոխանցել այն սերը, որով դուք մեզ սովորեցիք հայերեն խոսել, մտածել ու ապրել։ Շնորհակալ ենք ձեզ։ Наша учительница Хатуна Петровна, сегодня, оглядываясь назад, мы с благодарностью понимаем, какой важный вклад вы внесли в наше образование. Благодаря вам русский язык стал для нас не просто предметом, а настоящим окном в мир новой культуры, литературы и общения. Вы терпеливо учили нас правильному произношению, красивому письму и глубокому пониманию смысла слов. Ваши уроки всегда были интересными и познавательными, наполненными не только грамматикой, но и увлекательными рассказами, которые вдохновляли нас учиться дальше. Спасибо вам за ваше терпение, заботу и любовь к своему предмету. Мы навсегда запомним ваши советы и ваши уроки. С благодарностью и уважением, ваши выпускники. Սիրելի Միսիս Բեկլարյան, դուք մեզ համար բացեցիք մի նոր աշխարհ, լեզվի, մշակույթի, անսահման հնարավորությունների աշխարհ։ Ձեր դասերի շնորհիվ անգլերենը դարձավ ոչ միայն սովորական առարկա, այլև կահույք, դեպի նոր գիտելիքներ, նոր հնարավորություններ։ Դուք մեզ սովորեցիք ոչ միայն անգլերեն բառեր եւ քերականական կանոններ, այլև վստահություն հաղորդեցիք խոսելու, մտածելու, զարգանալու։ Շնորհակալ ենք այն ամենի համար, ինչ դուք արել եք մեզ համար։ Ձեր տված դասերը մեզ ուղեկցեն ամբողջ կյանքում, քանի որ դուք մեզ սովորեցիք ամենակարևորը՝ երբեք չվախենալ սովորելուց եւ նոր հորիզոններ գտնելուց։ Thank you for everything, dear teacher. Սիրելի ընկեր Ղուկասյան, ֆիզիկան մեզ սովորեցրեց, որ ամեն ինչ այս կյանքում ունեն իրենց օրենքներից, բայց դուք մեզ սովորեցրեցիք, որ այդ օրենքները միայն գրքերում չեն, դրանք մեր շուրջն են ամենօրյա կյանքում։ Դուք մեզ սովորեցրեցիք, որ ֆիզիկան դա ոչ միայն մեր բանաձևեր է, այլև լոգիկա ու մտածողություն։ Շնորհակալ ենք ձեզ մեր բոլոր ինքների եւ ինքնիվեստների համբերական պատասխանների
որ անշնորհիվ մենք տեսանք տեսությունը գործողության մեջ։ Ամեն ինչ ձեր շուրջը գործի ճիշտ այդպես, ինչպես կատարյալ հաշվարկված ֆիզիկական օրենքները։ Միշտ վերադառնալով ձեզ սիրով, շնորհակալ եմ սիրելի Սիրելի ընկեր Վասանյան, թվերի, բանաձևերի և երկրաչափական պատկերների աշխարհում դուք մեզ դարձավ ուղեկից, սովորեցնելով, որ մաթեմատիկան պարզապես թվերի համակարգ չէ, այլ մտածողության արվեստ է, տրամաբանության ուժ է և խնդիրներին լուծում գտնելու հմտություն է։ Ձեր համբերատարությամբ, հետևողականությամբ ու նվիրվածությամբ դուք մեզ սովորեցիք հաղթահարել բարդ խնդիրները, չվախենալ դժվարություններից և միշտ փնտրել ճիշտ լուծումը ոչ միայն մաթեմատիկայում, այլև կյանքում։ Ձեր դասերն ապացուցեցին, որ ամեն բան ունի իր տրամաբանությունը, և որ յուրաքանչյուր սխալից կարելի է դաս քաղել և շարունակել առաջ շարժվել։ Շնորհակալ ենք ձեր վերաբերմունքից և մեր մաթեմատիկան սիրել սովորեցնելու համար։ Ձեր դասերն ու խորհուրդները մեզ հետ կմնան միշտ, օգնելով հաղթահարել կյանքի ցանկացած դժվարություն, ինչպես լուծում էինք հանրահաշվական հավասարումները և երկրաչափական վերլուծությունները։ Շնորհակալ ենք ձեզ, սիրելի ընկեր Վարդանյան։ Սիրելի ընկեր Ադալյան, դուք մեզ համար բացահայտեցիք ոչ միայն քարտեզներում այցամաքների աշխարհը, այլև սովորեցիք տեսնել ու գնահատել մեր երկրի, մեր ժողովրդի մշակույթի գեղեցկությունը։ Ձեր դասերի ընթացքում մենք ճանապարհորդեցինք տարբեր երկրներով, ճանաչեցինք լեռներն ու օվկիանոսները, հասկացանք, որ աշխարհը անսահման հետաքրքիր ու բազմազան է, բայց ամենակարևորը, ձեր դասերը հիշեցին, որ մենք այս աշխարհի մասն ենք, պատասխանատու մեր ապագայի ու շրջապատի համար։ Շնորհակալ ենք ձեր անսահման հետաքրքիր դասերի ու պատմած փաստերի համար։ Ձեր դասերը մեզ հիշեցրին, որ գիտելիքը սահմաններ չունի, և որ մենք ինքներս ենք ընտրում, թե ինչպես ձևավորել մեր սեփական ուղին։ Շնորհակալ ենք ձեզ, սիրելի ընկեր Ադալյան, այն ամենի համար, ինչ սովորեցրել եք մեզ։ Սիրելի ընկեր Խաչատրյան, դուք մեզ սովորեցիք, որ կյանքը պարզապես գոյություն չէ, այլ մի հրաշք, որը պետք է ճանաչել, ուսումնասիրել ու գնահատել։ Ձեր դասերի ընթացքում մենք բացահայտեցինք բնության գաղտնիքները, հասկացանք, թե ինչպես են աշխատում բջիջները, ինչպես է գործում մեր մարմինը և ինչ հրաշալի ներդաշնակությամբ է կառուցված ողջ բնությունը։ Բայց ձեր դասերը ավելին էին, քան գիտելիք։ Դուք մեզ սովորեցիք սիրել և պաշտպանել մեր շրջակա աշխարհը, լինել պատասխանատու բնության նկատմամբ, արժևորել կյանքը իր բոլոր դրսևորումներով։ Ձեր դասերի ընթացքում մենք սկսեցինք ավելի խորությամբ ուսումնասիրել ոչ միայն կենդանիների ու բույսերի աշխարհը, այլև ինքներս մեզ, մեր դերն ու տեղը բնության մեջ։ Շնորհակալ ենք ձեր համբերության, ձեր նվիրվածության, ձեր հետաքրքիր պատմությունների ու տված գիտելիքների համար։ Ձեր դասերը մեզ հետ կմնան միշտ, քանի որ դուք մեզ սովորեցիք ամենակարևորը՝ գնահատել կյանքը։ Շնորհակալ ենք ձեզ, սիրելի ընկեր Խաչատրյան։ Սիմոնյան, դուք մեզ սովորեցրիք, որ քիմիան միայն բանաձևեր ու հաշվարկներ չեն, այլ գիտություն, որը թաքնված է ամեն ինչի մեջ, մեր շնչած օդում, խմած ջրում, անգամ մեր զգացած հույզերում, բայց ձեր դասերը մեզ սովորեցրին նաև ավելի լայն մտածել, տեսնել պատճառներն ու հետևանքները, որոնել, կասկածել, փորձարկել, բացահայտել։ Շնորհակալ ենք ձեր համբերության, ձեր գիտելիքներն անկեղծորեն փոխանցելու պատրաստակամության համար։ Շնորհակալ ենք ձեզ, սիրելի ընկեր Սիմոնյան։ Սիրելի ընկեր Խաչատրյան, այս տարիների ընթացքում դուք մեզ սովորեցրիք ոչ միայն ծրագրավորման լեզուներ, ալգորիթմներ ու տեխնոլոգիաների գաղտնիքները, այլև ցույց տվեցիք, որ ինֆորմատիկան դա պարզապես համակարգիչների հետ աշխատանք չէ, այլ տրամաբանություն, արագ մտածողություն ու խնդիրներ լուծելու ունակություն։ Դուք միշտ համբերատար էիք մեր հարցերին պատասխանելիս, երբեմն ժպտալով նայում էիք մեր կոդի սխալներին և օգնում դրանք ուղղել, սովորեցնելով, որ նույնիսկ ամենափոքր սխալը կարող է մեծ նշանակություն ունենալ։ Շնորհակալ ենք ձեզ մեր հանդեպ ցուցաբերած հուսահատության ու նվիրվածության համար։ Մաղթում ենք ձեզ ուժ ու նորանոր հաջողություններ։ Թող ձեր աշակերտները միշտ հիշեն ձեր դասերը և բարձրացնեն ինֆորմատիկա և տեխնոլոգիաների մակարդակը։ Դուք մեզ սովորեցիք, որ հայրենիքի պաշտպանությունը յուրաքանչյուր քաղաքացու սուրբ պարկ է, և որ ուժեղ լինելը միայն ֆիզիկական պատրաստվածությունը չէ, այլ նաև կամքի, կարգապահության և պատասխանատվության ամրությունը։ Ձեր դասերի շնորհիվ մենք սովորեցինք ոչ միայն զենքի կիրառման հիմունքները,
այլև ռազմավարական մտածողություն, կարգապահություն, ընկերոջ կողքին ամուր կանգնելու կարևորությունը։ Դուք մեզ սովորեցրիք, որ հայրենասիրությունը միայն խոսքերով չեն արտահայտում, այն ապացուցվում է գործերով, նվիրումով, համառությամբ և պատասխանատվությամբ։ Շնորհակալ ենք ձեր խստության, բայց նաև հոգատարության համար, ձեր ներարկած ուժի, հայրենիքի հանդեպ և վստահության սիրո և վստահության համար։ Ձեր դասերը մեզ հետ կլինեն ոչ միայն քննությունների ժամանակ, այլև կյանքում, որտեղ երբեք չպետք է մոռանանք, որ յուրաքանչյուրի սպարտքն է, պաշտպանել մեր հայրենիքն ու մեր արժանապատվությունը։ Շնորհակալություն ձեզ, հարգելի պարոն կապիտան, ձեր նվիրվածության ու հայրենասիրության դասերի համար։ Սիրելի ընկեր Վարոսյան, դուք մեզ սովորեցրեցիք, որ ուժեղ լինելը միայն մկաներով չէ, այլ նաև կամքով, համբերությամբ ու կարգապահությամբ։ Ձեր դասերը մեզ համար պարզապես մարզանք չէին, այլ հնարավորություն հաղթահարելու մեր սահմանները, սովորել աշխատել ջմում ու հավատալ մեր ուժերին։ Դուք մեզ ցույց տվեցիք, որ յուրաքանչյուր հաղթանակ գալիս է ջանքերի շնորհիվ, որ պարտությունը սովորելու ևս մեկ հնարավորություն է։ Իսկ սպորտը ոչ միայն ֆիզիկական զարգացման, այլ նաև հոգեբանական միջոց։ Շնորհակալ ենք ձեզ աջակցելու ու ոգեշնչման համար։ Թող ձեր կյանքում միշտ լինի հաղթանակի ոգին, եռանդ ու լավատեսությունը, որոնք դուք հաղորդում եք ձեր աջակցներին։ Շնորհակալ ենք սիրելի ընկեր Վարոսյան։ Հարգելի ընկեր Ջալիլով, դուք մեզ սովորեցրիք, որ պատմությունը պարզապես անցյալ չէ, այլ մի կենդանի դասագիրք, որը ձևավորում է մեր ներկան ու ապագան։ Ձեր դասերի միջոցով մենք ճանապարհորդեցինք դարերի միջով, վերապրեցինք հաղթանակներն ու կորուստները, հանդիպեցինք հերոսներին, սովորեցինք գնահատել մեր արմատներն ու ազգային ինքնությունը։ Դուք մեզ սովորեցրիք ոչ միայն թվեր ու թվականներ, այլև պատմության խորությունը, դրա դասերը, ազդեցությունն ու գաղտնիքները։ Ձեր խոսքերը մեզ դիպեցին մտածել, հարցեր տալ, կասկածել ու վերլուծել, որ պատմությունը կրկնվում է միայն այն դեպքում, երբ չենք սովորում դրա դասերը։ Բայց ամենակարևորը, շնորհակալ ենք ձեր նվիրվածության, ձեր հետաքրքիր պատմությունների, ձեր անսահման գիտելիքների ու մեր մեջ արթնացրած հետաքրքրության համար։ Ձեր դասերը մեզ օգնեցին հասկանալ, որ ուժեղ ազգը նա է, ով գիտի իր պատմությունը, հարգում է անցյալը և ինքն է կերտում իր ապագան։ Շնորհակալ ենք սիրելի ուսուցիչ, մեզ կրթելու և մեր մեջ պատմության հանդեպ սեր արթնացնելու համար։ Սիրելի դասվար ընկեր Առաքելյան, երբ աչքերիս առաջ անցնում են իմ առաջին դպրոցական օրերը, փոքր ձեռքս ձեր ձեռքի մեջ, սիրտս լցվում է մի անբացատրելի ջերմությամբ։ Արցախյան մեր խաղաղ ու արևաշխող դպրոցում դուք եղաք առաջին լույսը, որ ցույց տվեցիք գիտելիքի, մարդկության և բարության ճանապարհ։ Դուք դարձաք ոչ միայն իմ առաջին ուսուցիչը, այլ նաև իմ մանկության պահապան հրեշտակ, ով համբերատար լռեց, ոգևորեց, հավատաց ինձ։ Եվ այսօր, երբ կյանքի քամիները մեզ նոր վայր բերեցին, ձեր ներկայությունը կրկին իմ կողքին է, որպես կապ իմ անցյալի և ներկայի միջև։ Շնորհակալ եմ ձեզ իմ սրտուն միշտ նույնագույնը մնալու, ինձ հավատ ներշնչելու և կյանքի բոլոր փոփոխությունների մեջ անփոփոխ արժեք լինելու համար։ Սիրելի դասնեկեքեր Բեկլարյան, դուք մեզ համար սովորական ուսուցիչ չեք եղել։ Դուք առաջնորդեցիք մեզ ոչ միայն դասարանում, այլև կյանքի առաջին դժվար ու պատասխանատու քայլերում։ Դուք եղել եք մեր կողքին ամեն հարցում, ոչ միայն սովորեցնելու, այլև լսելու, աջակցելու և ուղղություն ցույց տալու համար։ Դուք սովորեցրել եք մեզ լինել պատասխանատու, կազմակերպված, համախմբված։ Ձեր շնորհիվ մեր դասարանը դարձել է մեկ միասնական ընտանիք։ Դուք մեր ուրախության ուրախացաք, մեր անհանգստությունը սրտացավ եղեք։ Մեր հաջողություններին հավատալով քաջալերեցիք։ Ձեր սրտի մի մեծ մասն առնմիշտ կմնա մեզ հետ, մեր հիշողություններում, հուշերում և մեր արժե համակարգում։ Շնորհակալ եմ ձեր անհուն համբերության, ոգատարության և անփոխարինելի դերի համար մեր դպրոցական ճանապարհին։ Թող ձեր կյանքը լցված լինի նույն ջերմությամբ և սիրով, ինչ դուք տարիներ շարունակ տվել եք մեզ։
Ուսուցիչները բաժանվելու են այսուհետ, բայց ես երջանիկ եմ, որ դուք իմ կյանքում ամենալուսավոր հատվածի ուղեկիցներն եք եղել։ Շնորհակալություն անգին հուշերի, ջերմ օրերի, սիրո օգտատարության, ներողամտության, անմնացող նվիրումի համար։ Շնորհակալություն մարդկային արժեքների այն մեծ պաշարի համար, որ այսօր տանում եմ ինձ հետ։ Շնորհակալություն ընկեր Բեգլարյան, շնորհակալություն ընկեր Խաչատրյան։ Մերսի բուկու։ Հարգելի ուսուցիչներ եւ ընկերներ, այս գեղեցիկ օրով ուզում եմ ողջունել եւ շնորհավորել բոլորիդ եւ իմ ամենանկեղծ շնորհակալությունը հայտնել իմ ուսուցիչներին, հատկապես իմ սիրելի ընկեր Խաչատրյանին եւ ընկեր Բեգլարյանին։ Դուք շատ ավելին եք, քան ուսուցիչներ։ Դուք օրինակ եք լավ մարդ եւ արժանի հայ լինելու համար։ Շնորհակալ եմ ձեր անսահման համբերության համար, որ ինձ սովորեցրել եք ոչ միայն գրել եւ կարդալ, այլ հավատալ ինքս ինձ, ձգտել եւ երբեք չհանձնվել։ Յուրաքանչյուր քաջալերական խոսք դաջված է իմ հիշողության մեջ։ Այսօր հետ նայելով ես գիտակցում եմ ձեր աշխատանքի հսկայական արժեքը, ձեր կոչումն ու նվիրումը, խորը եւ մնային կերպով նշանավորեցին իմ ուղին։ Հավերժ երախտագիտությամբ։ Այսօր հատուկ օր է, քանի որ հրաժեշտ ենք տալիս միմյանց, փակվում է եւս մեկ էջ, բայց ժպիտով, քանի որ միասին ունեցել ենք լավ հիշողություններ։ Սկզբի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ դասընկերներին, նաեւ ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ ուսուցիչներին իրենց համբերության համար եւ ամենավերջում ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ դպրոցին, ինձ կրթելու եւ մեծացնելու համար եւ ձեզ բոլորիդ ցանկանում եմ մեծ հաջողություններ ապագայի համար։ Franchement, je pensais pas dire ça un jour, mais cette école va manquer. Je me rappelle trop bien la première fois quand je suis allée à l'école, comme si c'était hier. Et aujourd'hui, c'est ma dernière sonnerie. Je vous remercie tous pour tous les bons souvenirs que je peux avoir. J'espère qu'on se reverra un jour. Et je vous souhaite le bonheur, tout le bonheur. Et du coup, j'espère que vraiment on se retrouvera un jour tous ensemble. À bientôt. Ահա եւ ավարտվում է մեր այսօրվա հուզիչ եւ հիշարժան օրը։ Այսօրը միաժամանակ եւ տխուր է եւ լուսավոր։ Տխուր, որովհետեւ ասես հրաժեշտ էինք տալիս մեր մանկությանն ու դպրոցին։ Լուսավոր, որովհետեւ մեզ առջևում սպասվում է նոր կյանք, լի երազանքներով, նպատակներով ու հաղթանակներով։ Սիրելի ուսուցիչներ, շնորհակալ ենք ձեր համբերության, սրտացավության ու տարիներ շարունակ մեզ առաջնորդելու համար։ Ձեր տված արժեքները մեզ կուղեկցեն ամբողջ կյանքում։ Սիրելի ծնողներ, ձեր աջակցությունն ու սերը եղել է մեր ուժը, այս ուղին հաղթարելու։ Շնորհակալ ենք, որ եղել եք մեր կողքին, յուրաքանչյուր քայլափոխին։ Սիրելի դասընկերներ, մեր ճանապարհները գուցե բաժանվեն, բայց մեր հիշողությունները երբեք, լսում եք երբեք, մեր ծիծաղը, ընկերությունը, այդ համատեղ պահերը կմնան մեր սրտերում որպես կյանքի ամենաքաղցր հուշեր։ Եվ ահա հնչեց այն զանգը, մեր այս դպրոցական փուլի վերջին զանգը, թող այն ոչ թե հրաժեշտի լինի, այլ նոր ուսումնառության սկիզբ, նոր վերելքների հիմնակար ու մեծ երազանքների ճանապարհ։ Մաղթում եմ բոլորիս պայծառ ապագա ու անսպար վստահություն ինքներս մեր նկատմամբ։
կապակցություն ունեք, հատկապես ինձ համար առավոտից չէի ուզում, որ որևէ մեկը այս միջոցառմանը բացակայել, բայց այդպես ստացվեց, ու ամեն ինչ խառնվեց։ Հետագա օրը շարունակեք ավելի ուրախ։ Ամեն դեպքում ես ուզում եմ բոլորիդ շնորհավորել։ Մենք այս 9 տարիների ընթացքում շատ բաների միջով անցանք եւ համաճարակի եւ պատերազմի, բայց ոչ մի անգամ չենք ընկճվել։ Այլ երկրներից երեխաներ ունեցանք, ուղարկեցինք, ակամայից մեր դասարանում հայտնվեցին արցախցիներ, որոնց գրկաբաց ընդունել են ու երբեք չեք առանձնացրել ձեզանից։ Այնքան պատրող խոսքեր չեմ գտնում ասելու, ամեն դեպքում ուզում եմ բոլորիդ շնորհավորել այսօրվա կապակցությամբ, դուք այսօր թակեցիք ձեր ուսումնառության առաջին փուլը, հետագա փուլերում հուսամ ես 9 տարիների ձեր ձեռքբերումը հիմնաքար կհանդիսանա եւ դրանից ելնելով կարող եք կառուցել ձեր հետագա ապագան։ Ես խորին շնորհակալություն եմ ուզում հայտնել նաև ծնողներին, որ միշտ իմ կողքին են եղել ցանկացած բառի։ Ուսուցչական ամբողջ անձնակազմին, որ համբերատար վերաբերմունք է ցուցաբերել իմ դասարանի նկատմամբ, ճիշտ է, հաշվի են առել եւ իրենց թերությունները եւ առավելությունները ցանկացած միջոցառման ժամանակ, եթե պատժվելու են, իհարկե պատժվել են, ամեն դեպքում դպրոցա, որի միջով անցել են, հուսամ այստեղից շատ բան եք տարել։ Ես հպարտ եմ, որ դուք ազնիվ մարդ եք մեծացել, հպարտ եմ միայն դրանով, լավ ընկերներ եք, միասնական եք, ինչպես Գոհարն արդեն նշեց, նախանձելի դասարանից։ Աստծո օրհնությունը իրոք ձեր հետ լինի ամբողջ կյանքի ընթացքում։ Սիրելի շրջանավարտներ, հարգելի ուսուցիչներ, սիրելի ծնողներ, տատիկներ, պապիկներ։ Այսօր մենք կյանք ենք ճանապարհում 92 շրջանավարտի, արդեն ուզում եմ այսօր մեր գեղեցիկ հեքիաթային օրը ամփոփել գեղեցիկ ձևով։ Ուզում եմ շնորհավորել ձեզ եւ ցանկանալ, որ կյանքում թող իրականություն դառնան ձեր բոլոր երազանքները։ Ուզում եմ, որ դուք միշտ հաճույքով հիշեք ձեր դպրոցական տարիները եւ իմացեք մի բան, որ դպրոցական տարիները քանի հնանում են, այնքան քաղցր են դառնում ու այնքան հիշելի են դառնում։ Եվ դուք միշտ կյանքի բարձունքներից նայեք եւ հպարտանաք, որ դուք ավարտել եք Երվարդի երկրորդ դպրոցը։ Ես շատ ուրախ եմ եւ հպարտ եմ, որ մենք ունենք այսպիսի սաներ, 92 շրջանավարտներ եւ իրենց թերություններով եւ առավելություններով հանդերձ մենք ենք եւ հպարտ եմ այն կոլեկտիվով, հպարտ եմ մեր դպրոցով, հպարտ եմ մեր շրջանավարտներով։ Ես երբեք գլուխս չեմ կախել եւ երբեք չեմ ամաչել ոչ համայնքային միջոցառումների ժամանակ եւ ոչ միտեղ, որ գիտեմ, որ մեր դպրոցի սաները ամեն տեղ են, միշտ առջև, միշտ առաջատար։ Քանի որ դուք հետաքրքիր շատ հումորներ արեցիք եւ ասեմ ձեզ, որ ձեր միջոցառումը կփաստեն ներկա ուսուցիչները, որ 3 միջոցառմաններ ներկա են եղել, ձեր մոտ մի քիչ հումորը ուրիշ ոճով էր, ապրեք, շնորհակալություն։ Մեծարանքի խոսքեր դուք լավ գիտեք, ոչ ես եմ սիրում, ոչ էլ մեր ուսուցիչներն են սիրում, բայց ապրեք, որ գնահատում եք, շնորհակալ եմ, որ գնահատում եք։ Ես էլ մի հումոր ես եմ ուզում ասել, հումորային ձևով եմ ուզում ասել, եթե իմ կյանքի պատմությունը գրեմ 32 տարվա մանկավարժական տարիներից կյանքի պատմությունը գրեմ, ես Գոհարին ասել եմ, պետք է գրեմ, որ միակ աղջիկ աշակերտն է, որին մազերը չեմ կարողացել հավաքել տալ։ Ապրի ինքը, որ այսօր այսքան փայլուն ելույթ ունեցավ, մազերը հավաքած, առաջին անգամ եմ տեսնում։ Ապրեք։ Դուք լավ գիտեք, որ մեր խստության ետևում կանգնած է դասիրակություն։ Դուք լավ գիտեք, որ ամեն մի սաստող խոսքից, ամեն մի ինչու չէ գոռոցից դուք հասկացել եք, որ մենք ինչը մեզ դուք չի գալիս, մի հատ հումորային բան 3 են ինձ պատմել, մտածեցի սցենարից առաջ ասել, Աշոտը ամեն օր 9-15 օր դպրոց է գալիս։ Եկել է մի շաբաթ առաջ եկել է
Ես գնացի, որ բուֆետի հետ հանրահայտ բուֆետի հետևից այդ մի ծխողներին բերեմ դպրոց, Աշոտ, ես վազեցի, Աշոտը վազեց։ Այդեր Բեկտարյանն ասում, լավ դուխի էիր վազում, դու էլ նոր ես դու դպրոց գալիս, ասում, պատերին վազում Ուզում եմ ասել, կատակով եք վերաբերում, բայց ուզում եմ այսօր վաղտոն օրը իսկապես տոն դառնա, արգելի ծնողներ, ուզում եմ, որ օրվա շարունակությունը ես այսօր ինի այրի, ինի բերի ծնողներին եմ ասել, մամաների աչքերի փայլից ես շատ մեծ ուրախություն ապրեցի, ես ուզում եմ, որ բոլորի ընտանիքներում մենք կոտրվող ազգ չեմ ուզում լացենք, բայց ես այսօր առաջին անգամ այսքան 3 հանդեսներին առաջին անգամ լացեցի Վալերի խոսքերից, առաջին անգամ լացեցի, որ ինքը ոչ միայն Արմանի խոսքերից, ոչ միայն Արցախը հիշեց, այլ նաև հիշեց իր առաջին ուսուցչուհուն, ու մենք գրկաբաց ընդունել ենք դեռ Հադրութի ստեղահանման ժամանակ և դարձել է մեր կոլեկտիվի ամենահրաշագույն ուսուցչուհիներից մեկը։ Ուզում եմ մենք ծափահարենք և այս ծափերով մենք ապացուցենք, որ մենք երեխաների հետ, 92 մամաներ այսօր ռեստորաններում գետակի ժամանցի ծրագիր ունեն, ցանկանում եմ բոլորիս լավ օր, անփորձանք խաղաղ օր, ոստիկաններով ապահովված ենք, ամեն ինչը ապահովված։ Այսօր դու կլացես ու սիրտդ կբացես, քո տեսքը անցերի չկասկածես, տարիները որ անցնում են դպրոցում ամենացանկն այսօր դու ընկերներիդ հետ կանկեղծանաս ու ցանկալի համբույր գուցե ստանաս, ապագա ճանապարհի կանչն առաջին Զանգն է այս վերջին, այսօր դու կլացես ու սիրտդ կբացես, քո տեսքը անթերի չկասկածես, տարիները որ անցնում են դպրոցում ամենաթանկն են, այսօր դու ընկերներիդ հետ կանկեղծանաս ու ցանկալի համբույր գուցե ստանաս, ապագա ճանապարհի կանչն առաջին Զանգն է այս վերջին, թաքցնել հուզմունքը չի օգնում ոչ մի միջոց Տարիներն անցան արագ, ինչպես դասամիջոց Եվ դու, և ես, մենք բոլորով տալիս ենք հրաժեշտ մեր մանկությանը և ասում անանք տարով Այսօր դու կլացես ու սիրտդ կբացես, քո տեսքը անթերի չկասկածես, տարիները որ անցնում են դպրոցում ամենաթանկն են, այսօր դու ընկերներիդ հետ կանկեղծանաս ու ցանկալի համբույր գուցե ստանաս, ապագա ճանապարհի կանչն առաջին Զանգն է այս վերջին, պահը չկորցնես նրան ասել սիրուդ մասին Գուցե հենց այսօրվանից քայլեք դուք միասին դեպի նոր կյանք անկեղծ սիրով Բայց կանգ առեք մի պահ ու դպրոցին ասեք մնաս բարով Այսօր դու կլացես ու սիրտդ կբացես, քո տեսքը անցերի չկասկածես, տարիները որ անցնում են դպրոցում ամենաթանկն են, այսօր դու ընկերներիդ հետ կանկեղծանաս ու ցանկալի համբույր գուցե ստանաս, ապագա ճանապարհի կանչն առաջին Զանգն է այս վերջին, այսօր դու կլացես ու սիրտդ կբացես, քո տեսքը անթերի չկասկածես, տարիները որ անցնում են դպրոցում ամենաթանկն են, այսօր դու ընկերներիդ հետ կանկեղծանաս ու ցանկալի համբույր գուցե ստանաս, ապագա ճանապարհի կանչն առաջին Զանգն է այս վերջին, na-na-na-na-na Զանգն է վերջին,
իր հետ մրցի, գուհարն է նա անպարտելի։ Կամոն է նա հաղթանդամ, ընկերներին պահապան, իսկ ով էլ որ նեղացնի, անհնար է չփոշմանի։ Դասարանի խելոքն է նա, փոքրինչ ամաչկոտ, թե ուզում ես հունից անել, պետք է հեռախոսը ձեռքից վերցնել, Հայք, մի քիչ ամություն Նախկինում երևանցի, իսկ այժմ երբարցին, մատներն է քաղաքացի, շատ սիրուն է ու հայեցի։ Բույով է նա անասելի, որ ուզի կհասնի, սիրում է նա ծուր նստել, բայց ոչ ոգի չխանգարել։ Հարութ է հեռախոսի գերի, սովորելուց թերի է, իսկ վարքը ուղղակի անտանելի է։ Ես նանեն եմ նազանի, ընկերասեր ու բարի, կդառնամ ես պատմաբան, մեր պատմության դուր վկա։ Դասարանի Սարգիսը չի սիրում թուղթ ու գրիչը։ Չի պատրաստում դասերը, շատ վատ են իր գործերը։ Եղամը մեր շատ թիկներ, շատ հզոր է ու շեր, չի սիրում դաս սովորել ու հաճույքով կռիվանում։ Անսպար շպիտ պարգևող, գրիքորն է հումորով, կդառնա նա հումորիստ կամ էլ հայտնի ֆուտբոլիստ։ Լիլին մեր Սարգսյան շատ է սիրում մաթեմատիկա, կդառնա նա մաթեմատիկոս կամ էլ հայտնի ֆիզիկոս։ Մեր Արտյոմը շիկահեր ունի փայլուն, գաղափարն էր, մտածում է, ինչ է կաներ, թե iPhone 18 արտադրել։ Ձեզն ենք ուսիք ձեր վրա է։ Նա տղա է շատ գովելի, խելքդ գլխիցդ կհանի, իր պահվածքով օրինակելի Արտյոմն է ինի գեի։ Նա աղջիկ է շատ բարի գեղատես, խելացի, ջանասեր մերանին, հրաշագեղ, վիցուհու։ Այս այդքում չեն նշել, որ ածկանես։ Պարտաճանաչ ու բարի, գեղեցկադեմ հայուհի, լեզուների թագուհի, Մոնիկան է պարուհի։ Դասարանին Wi-Fi սրող, ընկերներին շատ սիրող, մի տղա է արցախցի, շատ հարցեր նազելուծի։ Կռիվներին միշներ կա, տղաներին հակ կա, հարցեր լուծողակամա, լավ, դատավոր կդառնա։ Իլենա։ Պակաս տղա է։ Գեղեցիկ է, շատ գեղամի, շատ համեստ ու խելացի, մերին են մեր սիրելի կդառնա նկարչուհի։ Ես ծաղիկ եմ, ես վարդիկ եմ, այն էլ ինչ վարդ, արվատ եմ։
Բայց խուշ չունեմ, ես քնքուշ եմ, ես խասիկ եմ, ես հեզանաս, ալկապտիկ եմ։ Կամակոր ու չարաճճի, երկուսների թագուհի, տասերի հավերջ թշտամի, Մարիան է մեր սիրելի։ Ռուզաննան մեր հոգատար խոսում է անդադար, երազանքներ ունյան համար, բայց կդառնա պարսահանդար։ Լավ մտածիր, որ ուղթա։ Անահիտը շատ բարի բոյ ունի չինարի, իսկ ով էլ որ իր հետ մրցի միայն աշոտը կհարցի։ Դասարանի շատախոսն է չակերտավոր ու իր կարգախոսն է լավ է լռել, քան խոսել։ Ինչպես կարող է խոսել։ Բաղեք։ Խանորի մեծ դիպի, անչան համեզ նասանի, իսկ ով էլ որ չգիտի, ասեմ, արեք դասարանի։ Կատակասեր ու բարի, ագնեսն է շատ սիրելի, հումոր ունի անասելի, ու ժպտերեց Քանի որ արուսը այսօր հարգելի պատճառով բացակայ է երեխաներ, ամեն դեպքում կկարդանք մի երազանք ունի սրտում ու շատ հաճախ է նա լռում, սիրում է լուր երազել ու Արցախը հետ բերել։ Զանգն է այս վերջին Ձնակերպով նորովի սկսում ենք կյանքը, այնպես որ բարձր ծափահարում ենք այսօր մենք իրականացնում ենք մի հրաշալի իրադարձություն, միջոցառում շրջանավարտների հետ կապված, եկեք բարձր ծափահարենք Համլետ Թադևոսյանի երկվարտի համար 2 հիմնական դպրոցի աշակերտներին և իհարկե Դիդին Բեգլարյանին։ Ողջ երեկոն ասկասենին հասար ռեստորանային համալիրում և ես խոստանում եմ բարձր տրամադրություն։ Առաջին հերթին ոչ ոք չպետք է նստած լինի, բոլորս միասին ուրախանալի ենք և հետ սկզբում ուզում եմ հայտարարել առաջին մեր շացերի աշակերտներին։ Բարձր ծափահարում ենք Արման և Ալավարդ։ Կենտրոն ազատ եք թողնում, թույլ եք տալիս աշակերտներին կենտրոն գալ, հաջորդը դիմավորում ենք Արտյոմ և Արևի։ Գրիգոր Մելին է, բարձր ծափերով նորից դիմավորում ենք մեր հաջորդ աշակերտներին։ Կենտրոնում ենք կանգնում Սարգիս Մարիան։
Դեյչ հաջորդ զույգը էլ ավելի ուրախ տրամադրությամբ յուրը գալվում է։ Հաջորդը հիմավորում ենք Նանե և Ռուզաննա։ Սիրո ու ջերմորեն ուզում եմ ներկայացնել և հրավիրել կենտրոն մեր հարգարժան պատվարժան և իհարկե շատ սիրելի ուսուցչուն դասվեկի Տիկին Բեգդարյանին և Հանությունին։ Միակ բոլորս միասին նայում ենք տեսահատիկներին, լուսանկարչին, միապրայստը, բոլորս միասին, ում տրամադրությամբ ասում ենք ներկայից լավ է։ Եկրում է։ Ավելի ուրախ, գնացիք։ Ինչ էր միասին, գնացիք։ Երեխեք ջան, ապրեք, միա ձերքով ենք անում բոլորս միասին։ I'm
կհասան հուշերը դպրոցական օրագիր ահարան ինչ ուրախեր ինչ անհոգ թե ծմերեր և թե շոկ թե տանիք էր հայրական և թե տանիք նավիրական ու նստում իր կողքից մանկության ընկերուհից այս այսօր ավիր ու տես ես կարծես սիրուն եմ տես հնչեց սանգը հնչեց ու հնչեց ներքին անգամ վերջին ծաղիկներով մի քիչ ածաշկերով Narodewuję jest do prostu boli, bez inczara Byłem powolku Uciec sam ja, uciec Uciec pęci na wróg Pęci zaminę Nikiś kazał się Narodewuję do prostu boli, bez inczara Uciec leci na mal Leci zaniknęło Nie pić, a zaczęło Naroduję pięć Do prostu boli Macie czas I ty Մեր շատ սերի շրջանավարտների այս կարևոր գեղեցիկ պատասխանատու օրը Բայց սրանով չի ավարտվում դեռ ոչինչ Դեռ նոր է սկսվում այն սալալուն ու գեղեցիկ կյանքը, որը սպասում է ձեզ Ձեր ճանապարհին հանդիպած յուրաքանչյուր